որ անպայման սա դարձնենք քննարկվող, որպեսզի հասկանանք, թե ինչ փաստարկների ձեռներով հատկապես այդ փողոցը պիտի, այն որ Պապ Թագավորի անունով կարելի է եւ պետք է ունենալ փողոց, այո, դա չի քննարկվում, բայց տպավորությունն է, որ Պապ Թագավորը օգտագործվում է, որ Աղմիրյանի անունը անվանափոխվի, որպեսզի այդ մտահոգությունները փարատվեն եւ արգումենտավորվեն, ես առաջարկում եմ, այո, այս նախագիծը դարձնել քննարկվող։ Շատ լավ, այդ առաջարկը արդեն լսեցինք, հարգելի գործընկերներ, ուզում եմ վեր հիշենք առհասարակ ով էր Արսեն Ամիրյանը եւ այստեղ իհարկե դժվար կլինի վեր հիշել, թե ով էր Արսեն Ամիրյանը, որովհետեւ մոտավորապես 90%-ը այս դալիճում նստած այդպես էլ հստակ չհասկացան, թե այդ մարդը ով էր եւ այդ մարդու անունով Երևանի ամենակենտրոնական փողոցում մենք ունենք փողոց եւ ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների եւ ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանինքները ունի, որ Երևանին հրապարակին կից փողոցը իր անունով անվանակոչված լինի, բայց ձեր առաջարկը նույնպես ընդունվեց, լսեցինք եւ կդրվի անպայմանորեն քվեարկության։ Այլ առաջարկություններ չկան։ Հետևապես պարոն Ավագյանի եւ պարոն Սուքիասյանի առաջարկությունները վերջին չզեկուցվող հարցը, այսինքն 45-րդ հարցը Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին հարցը, Ամիրյանի անվանափոխության մասին հարցը, զեկուցվող դարձնելու մասին հարցը, խնդրում եմ քվեարկենք։ Շնորհակալություն, հարցը մնում է չզեկուցվող։ Մենք ունենք մի հարց ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունքն նախկին 18 մետրանոց 250 ավտոբուսների, էլեկտրական ավտոբուսների հարցն է եւ ունենք մի նոր վերլուծություն, որը առաջարկում է 18 մետրանոցի փոխարեն, գերակշիռ 18 մետրանոցների փոխարեն գնել 12 մետրանոց ավտոբուսներ էլեկտրական, բայց իհարկե որոշ ժամանակ հետո մենք կվերջականացնենք այդ բոլոր վերլուծությունները եւ մեր հետագա խմբականակների մեջ արդեն փաստացի բացի հիգերների փոխարինումը, որը դեռևս կարող է էլեկտրական ավտոբուսներով չփոխարինենք, բայց դրանից հետո Երևան քաղաքը այլևս էլեկտրական ավտոբուսներից, էլեկտրատրանսպորտից բացի այլ տեսակի հանրային տրանսպորտ չի գնելու եւ չի շահագործելու։ Հետագայում մեր նպատակն ու ռազմավարությունն այն է, որ Երևան քաղաքում ամբողջապես մենք պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի։ Ինչ վերաբերում է կիրակի օրը աշխատելուն Հրազդանի մեծ կամրջին, խնդրեմ պարոն Թևոսյան։ Այո, կիրակի օրը աշխատանք հենց կամուրջի վրա չի կատարվել, սակայն կատարվել են այլ աշխատանքներ պատրաստական։ Կիրակի օրը հանգիստ է տրվել աշխատակիցներին, հիմնականում այն անձնակազմին, որը կամուրջի մասնագիտացման մեջ է խորացած։ Արձագանք պարոն Ծովյան։ Պարոն Ավինյան, կապված Կիրակի օրվա աշխատանքի հետ, ես կարծում եմ, որ 26 թվականին արդեն այդ ճոխությունը մեզ չեն կարող թույլ տալ, որ մարդիկ ինձ թվում է 24/7 պետք է աշխատանքներ կատարվի, որովհետև կարևոր ենթակառուցված կա եւ ամեն օրը կարևոր է Երևանի համար։ Ես պարոն Ծովյանի հետ պետք է համաձայնեմ, պարոն Թևոսյան, եւ այդտեղ գրաֆիկում մենք այսինքն իհարկե մենք ունենք ժամկետ տրված, որ 2 ամիս է եւ տեմպը երեք էլ արձանագրել ենք, որ վատ չի, բավական լավ տեմպով են շարժվում, բայց ամեն դեպքում բոլոր տեսակի ռիսկերից խուսափելու համար եւ որպեսզի ժամկետներում վստահ լինենք, որ կհասցնեն կապալառուները, խնդրում եմ այդ գրաֆիկներն էլ այնպես կազմակերպել, որ նույնիսկ ոչ աշխատանքային օրերին աշխատանքը շարունակվի։ Եղավ, արդեն իսկ խոսացել ենք այդ մասով իրանց հետ, եղավ։ Արշակ Սարգսյան։ Պարոն Գրիգորյան,
Զովունու Դավիթ Հաշենի վերջի հատվածը Զովունու բնակիչներից բողոք եմ ստացել տրանսպորտի հետ կապված, որ 35, 36 եւ շարունակելի փողոցներում տրանսպորտ չի երթևեկում։ Այդ լուծումը ինչպես եք տեսնում, այդ մարդիկ չեն կարողանում Երևանի տրանսպորտից օգտվել, դրանից զատ